Բարի լույս, բարի օր և բարի առավոտ ձեզ, հարգելիներս։ Դրսում այնքան մաքուր հավեսի եղանակա, երեկվանից անձրև ա գալի, սաղ գիշեր էլ անձրև ա եկել, մի հատ փոշի չկա, դրա համար լուսամուտները բացեցի տան, որպեսզի մաքուր օդ մտնի տուն։ Այս գեղեցկություններն էլ հանել եմ մի քիչ դուրս, մաքուր օդի։ Արխիդեյասա, նայեք, չէ, կներեք, գլաքսինյանա, գլաքսինյան, հարգելիներս։ Անցած տարի այս վաղտ լավ ծաղկել էր, այս տարի դեռ նոր ա հելնում, սրանք նոր են։ Սա էլ ավոկադոյի ծառն է, պետք է սենց կտրեմ, ծերից կտրեմ, որ ինքը կողքերից շիվեր տա։ Ուղղակի ափսոս եմ գալի, ամանն էլ պիտի փոխեմ։ Այս փուշն էլ է շատ լավը, ու ինքն էլ շատ սիրուն ծաղկում է։ Այդ կողքերից էլ էլի իրա նման ծաղիկներ է, փոքր-փոքր, տևե։ Ավելի ճիշտ ծաղիկներ չէ, իրա տեսքին ոնց կա սենց, կողքերից էլ է, հելը նայեք, չկա սիրունը։ Նայեք, արդեն կեղտոտվել է, պադագոլնիկներն էլ։ Այս լուսամուտի անկյուններն էլ պիտի բերեմ մի հատ մաքրեմ, նորից այսպես։ Դեռ մի երկու հատ էլ ծաղիկ կարամ հանեմ։ Մաքուր, պարս եղանակ։ Կիտայսկի ռոզա, հարգելիներս, այնքան դժվար է աճում, չեմ կարում հասկանամ, ես այս ծաղիկի լեզուն երկար տարի է դրած է, բայց նորմալ աճ չունի։ Ինքը անդադ այս տերևների վրա լվիչներ է, փոքր բռնում, միշտ լվանում ենք, մաքրում ենք, բայց էլի նույնն է, երևի հենց այդ լվիչներն է խեղճացնում, որ այս ծաղիկը չի մեծանում։ Նայեք, տերևներից էլ երևում է, որ ինքը աճ չունի նորմալ։ Սա էլ անթորիումսը, նոր իջացրեցի լուսամուտի գոգից։ Հիսուսի փուշն է, տեսեք ինչքան լավ ծաղկել է, երկար ժամանակ էր ծաղիկը մնում է վրեն, երկար ժամանակ, ու այս ծաղիկը շատ ջերմություն ու արև է սիրում։ Ես հիմա, որ էսի իջացնեմ դնեմ հատակին, հարգելիներս, մի անգամից խեղճանում է ինքը, տերևները դեղնում ու թափում է, բայց ամբողջ զմեր լուսամուտին է եղել, տեսեք ինչ լավ տեսք է ունեցել, նայեք, հեռվից նկարեմ։ Ես անկեղծ այս ծաղիկը չէի սիրում, որտեղ որ տեսնում էի, չէի սիրում փշերի համար, միշտ վախեցել եմ փշոտ ծաղիկներից, բայց հետո որ այսպես ծաղկում է, մեծանում է, տերևները շատանում է, անկախ քեզանից սկսում ես սիրել ծաղիկին։ Չնայած ամեն ծաղիկ էլ իր տեսքն ու սիրունությունն ունի, անկախ այն բանից փշոտ է, փշոտ չի, դե մարդու տեսակ էլ կա այդպեսին, փշոտ, անփշոտ, հարգելիներս, ինչ անենք, որ բոլորը մեկ չեն, կամ ծաղիկը, կամ մարդու տեսակը տարբեր են։ Ուղղակի ծաղիկի տարբերությունը այն է, որ ծաղիկը լեզու չունի, որ խոսա, անկախ նրանից դու նրան սիրում ես, թե չես սիրում, ինքը լեզու չունի քեզ պատասխանի։ Իսկ մարդը, դե մարդու լեզուն հենց ինքը փշոտ է, մարդու լեզվի վրա հենց փշեր է տեղադրված։
Այսպես, սա էլ են թարմաներից է, որ դնում եմ ու նորից եմ այս թարմաներից շատ կտրել, արգելիներս, սենց երկար ճյուղից, 3 մաս եմ անում, կտրում եմ, դրել եմ ջուրը, որպեսզի մի քանի հատ հենց մի ամանի մեջ տնկեն։ Այս ծաղիկին էլ մորսիրտ են անվանում, այս ծաղիկն էլ շատ դժվար է աճում, դրել եմ լուսամուտի գոգին, տեսնենք էլի, իսկ այս մի ծաղիկը շատ սիրուն է, շատ, դե ինքը ծաղիկ չի, հարգելիներս, որ ասում եմ ծաղիկ չեմ տեսել ճիշտն ասած, ուղղակի այդպես ենք էլի անվանում, ծաղիկ ենք ասում, չենք ասում տերև կամ ճյուղ։ Այս ծաղիկն էլ շատ սիրուն է, ես տեսել եմ ինչքան ինքը որ մեծանում է, շատ շքեղ է տեսքը, մի տարուց ավել է այս ծաղիկը երևի ամանի մեջ է, ոնց կա մնում է, ոչ չորանում է, ոչ էլ աճում է, այսպես մնում է, հույս ունեմ, որ կաճի։ Սրանք էլ իմ հրաշքներն են, իմ հրաշքները։ Այսպես։ Բայց գեղեցկուհուն հələ նայեք։ Բարդ։ Մի հատ էլ հելնենք այգի, տենանք այստեղ ինչ վիճակ է, անձրև է եկել երեկվանից, լաթիկներս փոխեմ, բայց նորից ամպեր կա կուտակված, նորից անձրև կգա, նայեք, կանանչին ցանեցինք, հարգելիներս, երկաթներ չդրեցինք մեջը, պետքա ցելոֆանի տակ երկաթներ դնեինք մի քանի հատ, այսպես ցանեցինք, այն էլ լողավազան է բռնել։ Հիմա պիտի ավիլով մաքրեմ այդ վրայի ջուրը։ Հələ սոխերս մեծացել է։ Այս տարածքն է պետքա փորենք, այստեղ էլ մի քիչ խառը կանանչի գցենք, մարոլ գցեմ, հարգելիներս, փոքր բողկեր գցեմ այն ռիդիսկա բողկերից։ Այդպես էլի։ Գյուղի գործ է, գյուղի աշխատանքը չի վերջանում։ Սեփական տան գործը, հարգելիներս, ընդհանրապես բրծնել չունի, վերջանալ չունի։ Ինչքան էլ մաքուր անում ես, վերջացնում ես, մաքուր քնում ես, առավոտյան հելնում ես, նորից նույն գործը։ Բողբոջները նայեք, ծառերի։ Ծիրանի ծառները արդեն բոլորը ծաղկել է, հիմա գնանք ընդեղ։ Դե սրանք նուշի ծառերն է, այս երկուսը նուշի ծառա ու ասեմ շատ լավ, ամեն տարի նուշ են քաղում այս երկու ծառից, հարգելիներս, դեռ մինչև հիմա ունեմ նուշ։ Թթի ծառն է, նայեք, արդեն ծառերը բոլորը ծաղկել են, ծիրանի ծառերը, նայեք։ Գնամ հավերի դուռն էլ բացեմ։ Յասամանն է, հարգելիներս, նայեք, արդեն փոքր յասամաններ է տվել, փոքրիկ։
Այս լուսամուտն էլ բացեմ, ձվի կդնեմ ստե, հետո կտանեմ տուն, կլվանամ, սա էլ էսպես, ժողովուրդ ջանայք, խնձորա, այս մի արկը խնձորին 2000 փող տվեցի, ճիշտ է, մի փոքր կա սենց մեջը վնասված, ոչինչ, չնայած որ տունը սրանից բացի երկու տեսակ էլ ունեմ, համ կարմիր թթվաշ խնձոր, համ սիբիրյանք, դնենք ստե, տանենք մառանը, բակս էլ լավ մաքրեցի, հիմա գնամ խոհանոց, սկսեմ ճաշ պատրաստել, անձրևա ջրերն է թափվելա, այսպես հիմա հելնեմ վերև, այստեղ էլ արդեն ծաղիկ եմ դուրս հանել, այլ ամբրն եմ դուրս հանել, ու ասեմ, այս ծաղիկը դրսում ենքան լավ աճում, իզուր չեն ասում, որ հենց ինքը դրսի ծաղիկ է, հեսա տերևները կթարման ավելի լավ ու կծաղկի, դեր առայժմ այս երկու ծաղիկներն եմ հանել, մի քիչ կտաքանա, նոր մի քանի ծաղիկ էլ կհանեմ դուրս, այ այսպես, անձրևը սկսեց, ես ինչ էլ լավ գալիս է, ցերեկը լավ արև արեց, հիմա անձրև սկսեց, անձորները,
Գազօջախի մի փոքր ձիթայուղ եմ լցրել, հարևանս անձրևի ձայնն է, հլն լսեք, անձրևի ձայնը։ Շատ համեղ սուպ եմ պատրաստում, սպիտակ սուպ։ Ձիթայուղի մեջ մի քիչ գազարը կտապակեմ։ Գիժ եղանակը սկսեց, մարդը իր գիժ եղանակը արեց։ Ամբողջ ցելոֆանը նայեք, ջրով պատվեց, էլա բասեին։ Սխտոր եմ գցում, մի փոքր սխտոր։ Չեմ քերում, այսպես մանր կտրատում եմ։ Սխտոր, գազար։ Այ քեզ անձրև։ Տեսինք ուժեղ անձրև եկավ։ Հիմա էլ կարտոֆիլը կտրտենք։ Այսօր մի քիչ կարտոֆիլը փոքր կկտրատենք, հարգելիներս, որովհետև սուպ եմ պատրաստում, սուպի մեջ պետք չի, որ մեծ լինի կարտոֆիլը։ Կարտոֆիլը կավելացնենք։ Հիմա այդ կրծքամիսը նախապես խաշել եմ։ Կրծքամիսները մանր կկտրատեմ, կլցնեմ մասայի վրա։ Սա ավելացնենք։ Ոչ տոմատ եմ լցնում, ոչ էլ կարմիր կղզի։ Հիմա կլցնենք ջուրը։ Մի փոքր հեսակ ավելացնեմ։
կարտոֆիլ հանենք, տեսնենք էփածա, որ ավելացնենք մանր վերմիշել։ Կարտոֆիլը արդեն էփածա, հարգելիներիս։ Հիմա կավելացնեմ մանր վերմիշել, հենց այսքան էլ կլցնեմ ճաշի մեջ։ Ինչ ենք անում հիմա կտրատենք կանաչին, սա դնենք մի կողմ, պետք է օգտագործեմ համեմ, տեսնենք համել ունենք ստեղ, դնում ես կանաչի առնելու, մենակ մաղադանոս է, համեմ չկա։ Հիմա էլ կավելացնեմ կանաչի, հիմա ինչ եմ անում, հիմա մի հատ ձու եմ ճավթում, ձուն լավ կծկեմ, ընդամենը մի հատ ձու։ Կավելացնեմ սմետան, այնքան համով սմետաններ են, այս Սոֆիա սմետանները շատ համով անտիր սմետաններ են, սմետանն այսպես կխառնեմ, նա այդպես է հարգելիներիս։ Մի փոքր ջուր եմ լցնում ու այս բոլորը լցնում եմ սուպի մեջ։
Հիմա ճաշի մեջ մի քիչ նորից լցնում եմ այս արգանակից մեկ ճաշի քթար մի հատ լավ կխառնեմ Դնենք տեղը, որ չմնա, այսպես, մի հատ մոտիկից ցույց տամ, ստացվել է այսպիսի սուպ, նայեք, սովորական սուպ, հավի կրծքամսով սուպ, ընդամենը գազար, կարտոֆիլ, մի փոքր սխտոր և մանր վերմիշել, այն ամենամանրերից է, լավ մանրերից, հիմա ավելացնում եմ ձուն թթվասերի հետ, որ նոր խառնեցի, ջրով բացեցի, հիմա ավելացնելու եմ ու խառնեմ, ընթացքում համ լցնեմ, համ խառնեմ, նորից կփակենք կաթսայի կափարիչը, կսպասենք թող մի հատ էլ լավ եռա ճաշը, նոր մոտիկից ցույց կտամ ելին, այս երկու ամաններն էլ լվանամ, ամանները չի պրծնում, կրծում չկա, մի հատ բան ես վերցնում, աղջիկն էլ այսօր լավ չի զգում, երեկ գնացել է թենիսի, հարգելիներս, թենիսի էլ է մասնակցում, գնացել են խաղալու, կողքի գյուղում, անցած տարի խաղացել է, հաղթել է, գովասանագիր է բերել, թե պատվոգիր, ամենայն դեպս, այս տարի նորից ուսուցչուհին տարել է, համ գնացել է երգի խմբակների, էտա ձենը բռնվել է, եկել է ու պարկել է իմ աղջիկը։ Նայեք, այսպիսի ճաշ ստացվեց։ Հոտն էլ նենց անուշ բուրում է, համ համեմի հոտը, համ սխտորի հոտը, որ գազարի հետ տապակել եմ իրար հետ։ Այսօրվա իմ պատրաստած սուպն էլ այսպիսի տեսք ունեցավ։ Ու համն էլ շատ լավն է, առաջին անգամ չեմ փորձում, հարգելիներս, ես էփել եմ շատ, այս ձևի սուպեր էփել եմ։ Իհարկե հավի մսով։ Եթե սմետան եմ լցնում,
անպայման եփում եմ հավի մսը։ Դե այսօր մենակ կրծքամսով եփեցի, ընդհանուր հավի միս չօգտագործեցի։ Ճաշը պատրաստ է, անջատենք գազօջախը, տեսեք ինչ լավ, հիմա իսկական համով ճաշ է ստացվի։ Տեսնեմ Էլենս կուտի, մի փոքր լցնեմ այսպես տակ-տակ ուտի։ Համն էլ է շատ լավ, համն էլ տեսքն էլ։ Դե պիտի անպայման փորձեք, հարգելիներս, որ նոր զգաք համը, այսպես իմ ասելով շատ լավն է, համն էլ տեսքն էլ, դե չգիտեմ, մնացածի համար ոնց ամեն դեպքում պետք է ուտեք և զգաք համը։ Սիրելիներս, այս համեղ ճաշը պետք է ուտենք այս համով, հալած պանիրով։ Կսենք այս փափուկ հացին և համտեսենք այս համեղ ճաշը։ Դե այսօր էլ այսքանը, առավոտյան պայծառ արևոտ եղանակ, կեսօրից հետո անձրև նորից, ուժեղ անձրև եկավ հարգելիներս, չնայած որ արդեն կտրվեց անձրևը, ես եփեցի իմ համեղ սուպը ու ասեմ շատ համով է հարգելիներս, իրոք շատ համեղ սուպ է ստացվել և նորից ու նորից շնորհակալություն հայտնեմ իմ հետևորդներից, որ իմ Էլենից գրել եք շատ գեղեցիկ մեկնաբանություններ, շնորհակալություն եմ հայտնում, շնորհակալությունը հայտնում իմ Էլեն Չոն և ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակոճակը, դե ինչ ասեմ, գրեք գեղեցիկ մեկնաբանություններ, որովհետև ամեն մի գեղեցիկ մեկնաբանություն հարգելիներս, դա մի ուրիշ զգացմունք է, դա մի ուրիշ, չգիտեմ, ամենալավ բանն է, որ մարդը կարդում է այդ գեղեցիկ մեկնաբանությունները իրեն ուղված, թեկուզ սրտիկները, թեկուզ գրառումները, շատ շնորհակալ եմ ձեզանից։ Դե ինչ, այսօր էլ այսքանը, առողջ մնացեք, լավ մնացեք, ցտեսություն։